Ես 9-18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն եմ, Պատվական Մարգարյանը։ 15:45-ի դրությամբ ունենք ընտրողների կայուն հոսք, 1681 գրանցված ընտրող կա ընտրատեղամասում, ներկայությամբ արդեն քվեարկել են 720-ը, դա համարում եմ լավ ցուցանիշ, ընտրողների հոսքը ակտիվ է, ընտրության մասնակցության ցուցանիշը բարձր։ Ինչ-որ արտարոց դեպքեր կամ խնդիրներ խախտումներ եղել են։ Ընտրության կարգին ծանոթ լինելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջանում ընտրողների մոտ, հանձնաժողովի անդամները, ես, հանձնաժողովի նախագահը, ընտրողներին կարգին նորից եւս մեկ անգամ ծանոթացնում ենք եւ ուղղորդում ենք դեպի քվեախցիկ։ Արձանագրվել են որոշակի խախտումներ հանձնաժողովի վստահված անձանց դիտորդներից մեկի կողմից, քարոզչանյութ պարունակող լոգոների, շորերի եւ այլնի հետ կապված, այս պարագայում ընտրողներից մեկը Հայաստանի Հանրապետության քարտեզը կրծքին կրելով մտնում էր ընտրատեղամաս, դիտորդներից մեկը, վստահված անձանցից մեկը դա արձանագրել է որպես քարոզչական նյութ եւ մատյանում տեղակայել։ Քանի որ ես եւս 4 անգամ եղել եմ հանձնաժողովի նախագահ, իմ փորձը ինձ ցույց է տալի արձանագրել փաստ, որ այս ընտրություններին ընտրողների հոսքը ավելին է, ընտրողների մասնակցությունը ավելի բարձր է եւ միջազգային դիտորդների, միջազգային լրատվական միջոցների, միջազգային այլ կառույցների կողմից ավելի բարձր հետաքրքրվածություն կա մեր 2026 թվականի ԱԺ ընտրությունների հետ կապված։ Անի Առաքելյան 9-20 ընտրատեղամասում քվեարկությունը անցնում է սահմանված կարգով, ընտրակեղծիքներ չեն հայտնաբերվել եւ ընտրախախտումներ նույնպես։ Այս պահի դրությամբ քվեարկությանը մասնակցող ընտրողների թիվը կազմում է շուրջ 350 հոգի։